Ես վստահ եմ, որ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն եւ իշխանության գան ռուսական կողմնորոշում ունեցող ուժերը, պատերազմի վտանգը կտրուկ աճելու է։ Ինչու՞։ Սա ունի շատ հստակ բացատրություն, որտեղ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինի հստակ խաղաղություն։ Վերջնականապես Ղարաբաղյան պատերազմի էջը փակելու հեռանկարում Ռուսաստանը շահագրգռված չէ։ Դե Ռուսաստանը միշտ պարասիտացել է այդ կոնֆլիկտի վրա։ Ռուսաստանը ունեցել է լուրջ ազդեցություն Ադրբեջանում եւ Հայաստանում ի շնորհիվ այդ կոնֆլիկտի։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր այդ ազդեցությունը շատ կտրուկ նվազել է Ադրբեջանում, գրեթե չկա, եւ Հայաստանում գնալով նվազում է։ Հետևաբար Ռուսաստանը կարող է ղեկավարել մեր երկու երկրները առաջին հերթին եւ մեծ հաշվով այդ կոնֆլիկտի շնորհիվ այն, որ մենք ցավոք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը եւ դա արվել է եւ Հայաստանի կոլաբորանտ իշխանությունների կողմից եւ Ռուսաստանի կողմից, հա, սա էլ պետք է մենք հասկանանք, դա դեռ չի նշանակում, որ կոնֆլիկտը ավարտված է։ Մենք ունենք Ադրբեջանի հետ չսահմանազատված սահման եւ այստեղ կարող են խնդիրներ լինել, այստեղ Ռուսաստանի համար աշխատելու դաշտը բավականին մեծ է եւ եթե Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ նորից այդ սպասարկուները կան իշխանություն, իրենք սպասարկելու են Ռուսաստանի շահը, դա նշանակում է, որ ոչ մի խաղաղություն չի լինելու։